Մեղվաբուծությունը սեր, հոբբի և բիզնես, կինը կյանքում թե գործում առանձնանում է քնքշությամբ և հոգատարությամբ, իսկ մեղուները պարզվում է զգում են, միայն թե մեր մտածողության մեջ կինն ու մեղվանոցը շատ տարբեր հասկացություններ են։ Մարիամն եկել է կոտրելու կարծրատիպերը։ Տարիներ շարունակ իմ ընտանիքը զբաղվել է մեղվաբուծությամբ, որովհետև մայրս տանը բնական դեղամիջոցներ է պատրաստել մեղրով, ու քանի որ դժվար էր գտնել բնական մեղր, մեզ համար այսպես ասած լաբորատորիայի կարիք չկար։ Եթե դեղը չէր օգնում, նշանակում էր մեզ համար այնքան էլ այսպես ասած բնական չէ, եւ այդպես մայրս խնդրեց հայրիկից, որ ունենանք մեր փոքրիկ մեղվանոցը։ Մեղուներն ասում է դաստիարակված են, բայց ապահովության համար հատուկ համազգեստով ենք մոտենում։ Սա ծխարար է, այսպես մենք ասում ենք ծուխտար, սրանով հանգստացնում ենք մեղուներին մինչև փեթակը բացելը, բնական ռեակցիան է իրենց մոտ զարգանում, կարծում են թե հրդեհ է եւ սկսում են իջնել փեթակի ներքև եւ պաշտպանվել։ Սա արկանոցն է, այստեղից մեղուները դուրս ու ներս են անում։ Հիմա մի փոքր, մի քիչ հեռվից ծուխ եք տալիս հենց այստեղից։ Հիմա բացում ենք։ Այս գործը շատ խնամք և ուշադրություն է պահանջում, ասում է զրուցակիցս։ Հաճախ մարդիկ կարծում են, թե գործընթացը պարզ է, մեղուներն ինքնուրույն ստեղծում են մեղր և վերջ, բայց նրանք երեխայի նման են, մի քիչ անուշադրություն և տեղի կունենա անդառնալին։ Եղբայրս է մեր գլխավոր մեղվաբույծը, ընթացիկ եմ սովորել մեղվաբույծությունը, դրա հետ մեկտեղ նաև որոշեցի, որ պետք է ավելի գրագետ կրթվեմ և սովորել եմ մեղվաբուծության գիտակրթական կենտրոնում և ունեմ դիպլոմ։ Մեկ մեղվաընտանիքում կա 60,000-ից մինչև 80,000 մեղու, որը բաղկացած է բոռերից, մայր մեղվից և աշխատավոր մեղվից։ Մարիամն առաջին անգամ կորոնավիրուսային սահմանափակումների ժամանակ է հետաքրքրվել մեղվաբուծությամբ, իր մասնագիտություններին միացնելով ևս մեկը։ Ես բացեցի սոցհարթակներում պաշտոնական էջեր իմ մեղր անունով և սկսեցի մարդկանց իրազեկել մեղրի օգտակար հատկությունների մասին։ Մինչ այդ մեր մեղրը երբեք բրենդավորված չի վաճառվել, տարա ինչպես բոլորը։ Հայկական բնաշխարհը հիանալի է մեղվաբուծության համար։ Գարնան առաջին օրերից մեղուները տեղափոխում են Արարատյան դաշտ, հետո Ջրվեժ, Դիլիջան, Հրազդան ու Վարդենիս։ Հետագիծն ըստ ծաղիկների սեզոնայնության է, իսկ արդյունքը բազմածաղկի անմահական մեղրն է։ Որպես բիզնես այն մեծ ներդրումներ է պահանջում, բայց մեր երկիրը մեղվաբուծության լուրջ պոտենցիալ ունի, ասում է Մարիամ Սարգսյանը։ Ցանկացած սկսնակ բիզնեսին ժամանակ է պետք, որպեսզի տեսնեն քաղեն արդյունքները։ Ես ինքս դեռ այսպես ասած ցանում եմ, բայց ես այդ քաղելու մեծ ակնկալիքներ ունեմ, որտեղ ինքը անդադ ներդրում է պահանջում սկզբի համար փեթակները ավելացնել, շրջանակները ավելացնել, նոր մեղվաընտանիքներ ձեռք բերել, բայց երբ որ հասնում ես ինչ-որ մի կետի, այդտեղից արդեն արդյունքը տեսնում ենք։ Բնականաբար ցանկացած ճիշտ աշխատեցրած բիզնես պետք է ունենա իր արդյունքը։ Այս տարի Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը ներդրել է մեղվաբուծության աջակցման փորձնական ծրագիր, հույս ունենալով ակտիվացնել ոլորտը։ Մարիամ Սարգսյանը ծրագրին ծանոթ է, հստակ որոշել է, օգտվելու է։ Ինքս դեռ չեմ դիմել, բայց պատրաստվում եմ դիմել, մեծ լավ հնարավորություն է, որտեղ երբևէ չեմ օգտվել նման հնարավորությունից, ինչ որ ստեղծել ենք, ես ու եղբայրս միասին ենք ստեղծել։ Նախարարությունում հստակեցնում են ծրագրի նպատակն արդեն ծերացող այս ոլորտին նոր շունչ հաղորդելն է։ Իրենից ներկայացնում է մեղվաբուծությամբ զբաղվող տնտեսվարողների աջակցման մեխանիզմ, որի շրջանակներում տնտեսվարողները կարող են, մեղվաբուծությամբ զբաղվող տնտեսվարողները կարող են զբաղվել եւ ձեռք բերել 10 փեթակից մեղվաընտանիքով մինչև 50 փեթակ մեղվաընտանիքով ծրագրից աջակցման մեխանիզմներից օգտվելու համար։ Նախապայմանն իրավաբանական անձի կարգավիճակ ունենալն է, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը ներկայացված է կառավարության համապատասխան որոշման մեջ։ Հետաքրքրվածությունը բավականին մեծ է, նախարարությունը եւ օպերատիվ ձևով իրականացնում է խորհրդատվական աշխատանքներ եւ բացի դրանից նաեւ տնտեսվարողներին տեղեկացնում է ծրագրի բաղադրիչները, ծրագրից օգտվելու ուղղությունները եւ ունենք բավականին մեծ դիմում հայտեր ծրագրի շրջանակներում
մեղվափետակներ եւ մեղվա ընտանիքներ ձեռք բերելու նպատակով։ Ըստ ծրագրի, մեկ մեղվափետակը մեղվա ընտանիքով ձեռք բերելու համար սահմանված է առավելագույնը 80,000 դրամ գումարի սահմանաչափ, որի 50%-ը կփոխհատուցի պետությունը։ Առաջնահերթությունը տրվում է երիտասարդ ընտանիքներին, կանանց, սահմանամերձ համայնքի բնակիչներին, սակայն ներկայությամբ մենք հələ որ այդ խնդիրը չունենք, հարկ եղած ժամանակ, եթե տեսնենք սահմանափակումը կմոտենա իր առավելագույն քանակին, նոր կիրականացվի նման մոտեցում։ Ընթացակարգը բարդերից չէ, փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո կիրականացվի մոնիթորինգ։ Կհամարակալվեն ձեռք բերվող մեղվափետակներն ու վարչության կողմից կիրականացվի մշտադիտարկում։ Արևիկ Սարդարյան, Կարապետ Կարապետյան, Արմալուր։